Փակտիվին եթերում է, ողջունում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ այսօր էլ հետաքրքիր փաստերի, անակնկալ բացահայտումների եւ կարծիքների մասին ենք խոսելու։ Այս ամենում մեզ կօգնի մեր վաղեմի ու լավ բարեկամներից մեկը համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ հերթական կապի համար եւ պիտի ասեմ, որ այսօր էլ մեծ թվով հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը մեր ունկնդիրը փորձելու է ձեզանից ստանալ հերթական անգամի դեպ։ Ասեմ, որ ձեր վերջին մամուլի ասուլիսը պարզապես շատ էսպես, եթե կարելի է հեռուստատեսային լեզվով ասել, հզոր եթերներից մեկն էր եւ պատահական չէ, որ այն իրենք լուսաբանում էին ոչ միայն հայկական, ռուսական, այլ նաև արտերկրի մի շարք մեդիաներ։ Հետաքրքիր հարցազրույցներ դա եւ պիտի ասեմ, որ այդ մամուլի ասուլիսում դուք շատ ինքնատիպ ու բավականին բազմաբովանդակ հարցերի պատասխանեցիք։ Այնուամենայնիվ հասցրեցիք այդ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել բոլոր այն հարցերին, որոնց մասին կուզենայի խոսել եւ ինչ որ բան այնուամենայնիվ մնաց կադրից դուրս։ Ուրախ եմ ձեզ նորից տեսնելով, պարոն Ղուշյան, հույսով եմ ձեր առողջությունը լավ է։ Ինչ վերաբերում է ասուլիսին, իհարկե այսօր Հայաստանը այն վիճակի մեջ է, որ հարցերը շատ են եւ ճիշտ է, մամուլի ասուլիսը տևեց մոտ 2 ժամ, բայց լրագրողները, որոնք ներկայացել էին, բողոքեցին, որ չհասցրեցին իրենք հարցեր տալ։ Ես կարծում եմ պարբերաբար դա կանենք, պարբերաբար եւ ապագայում հետևում էինք ասուլիսից հետո մամուլում եւ սոցցանցերում ինչ է տեղի ունենում ու ասեմ, որ մի տարօրինակ բան զգացի, բանից պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան ռազմական վերլուծաբաններ, որոնք իմ ասած ասենք ռազմական այդ, չգիտեմ, ընդ զենքի պահով եւ այլ ցավոտ են ընդունել, պատվերներ են կատարում, բայց այդ ռազմական վերլուծաբանները նույնիսկ 2 տարով բանակում չեն ծառայել, ես չգիտեմ իրանք ռազմական կրթություն որտից են ստացել, որտեղ ռազմական վերլուծաբանը պետքա երևի թե ունենա ռազմական կրթություն։ Կամ գոնե ծառայած լինի ինչ որ վերլուծական համակարգում, որը զբաղված է, ասենք, ռազմական վերլուծությունով։ Մարդիկ են խոսում, մի սիրուն աղջկա ձերք էլ մի հատ կներեք թուղթ են տվել, կարդում է, որ Կարապետյան Արշակին հանեցին, հաջորդ օրը մենք կրակեցինք։ Սկսենք զենքից։ Ուրեմն 12 միլիոն դրամով հատը, ուրեմն գնել են թաթա հնդկական մեքենաներ, այն հնդկական կինոներում կտենաք, ասես պստիկ մեքենաներ է, ուազիկի տիպի, որի մի մասը արդեն փչացած կանգնած է։ Բացի դրանից, այդ մեքենաների մեջ 3 հոգի զինվորական հագեցված իրենց, ասենք, համապատասխան համազգեստով եւ զենքով 3 հոգի չեն տեղավորվում։ Զինվորականները ահավոր բողոքում են։ Հատը գնել են 12 միլիոն դրամով։ Այն դեպքում, որ Հնդկաստանում այդ մեքենան արժի $3000։ Պատկերացրեք ինչ է կատարում, էլ չշարունակեն։ Ինչ վերաբերում է ինձ հանելուն, պահին եւ այլ, երևի թե բացատրեմ, որ եթե ինքը ինձ չհաներ այդ 2 շաբթի օրը, հաջորդ օրը ադրբեջանցիները ուղղակի չէին հարձակվելու եւ կրակելու անհրաժեշտություն չէր լինելու, բայց որ կրակել են, դե օգուտը որն է, երբ որ ադրբեջանցիները լրացուցիչ տարածքները գրավել են։ Այս կրակելն են միջև վերջ չեն տարել։ Ուզում եմ ասեմ, որ ցենց մանրուկներ է իհարկե, հասկանում եք, մանրուկներ է, ես ինչ եմ ասում, մանիպուլյացիայի ձևով օգտագործում են։ Վերցնում են նախադասություն, նախադասությունից մեջից վերցնում են բառ եւ իրենց ձևի, ասենք, մեկնաբանում են։ Իրենք դեռ շատ բաներ են լսելու ինձանից եւ ընկնեն այդ շորշոփի մեջ։ Հավատացեք, ու կարծում եմ, որ
ապագան միևնույն է, այնպիսին է լինելու, որ իրանք հաստատ այդ ապագան չեն ծրագրավորել։ Ես լավ բանով եմ ասում։ Մենք լավ ապագա ենք ունենալու։ Բայց իրանցից մենք պետք է ազատվենք։ Պարոն գեներալ, տեսեք, շատ է խոսվում այն մասին, որ այնուամենայնիվ ով բերեց իշխանության Փաշինյանին։ Մենք այսօր արդեն դա գիտենք։ Բոլորովին վերջերս կարկառուն հանրապետականներից մեկը Միրան Պողոսյանը պարզ տեքստով բաց եթերում ասաց. այս ամենը կատարվել է Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, ով այսպես փոկերի վարպետին իրեն բնորոշ հայտնի հնարքով փորձեց իշխանությունը հանձնել Փաշինյանին, որի համար նա բոլոր հանրապետական պատգամավորներին հրահանգեց, որ քվեարկեն նրա օգտին, եւ Փաշինյանը այդպես եկավ իշխանության։ Սերժ Սարգսյանը մտածում էր, որ իր հերթական բլեֆով նա կարող է 1 տարի հետո Փաշինյանից ես ստանալ այդ իշխանությունը եւ շարունակել իր չարգործը։ Բայց պարզվեց, որ փոկերի հնարքերի վաճի տիրապետում նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով իր բլեֆային տարբերակով ամիսներ անց կարողացավ ոչ միայն ամբողջ իշխանություն հավաքել իր ձեռք, այլ անցկացնել արտահերթ ընտրություն եւ ազգային ժողովում դառնալ մեծամասնություն։ Եվ ստացանք այն, ինչ ունենք, այնպես որ այս տարբերակը այսօր արդեն հայտնի է շատ-շատերին։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Պաղոշյան, ճիշտն ասած, դուք ձեր հարցի մեջ շատ լավ նկարագրեցիք մեր իշխանության, այս 30 տարվա այս մեր իշխանության այս վիճակ։ Իրենք հիմա էլ բոլորը իշխանության են։ Մեկը օպոզիցիոն դաշտում, մյուսը իշխող դաշտում, կառավարող դաշտում։ Եվ ապագայում էլ իրենք տեսնում են, որ իրար հետ պայմանավորվեն, նորից փոխեն, մեկը նորից գնա, ասենք, օպոզիցիոն դաշտ, օպոզիցիա ղեկավարի, մյուսը նորից վերադառնա իշխանության։ Այս բոլոր վերջի այս իրադարձությունները, բոլոր վերջի իրադարձությունները խոսում է դրա մասին։ Իրենք իշխանությունը այսօր Հայաստանում ասում ենք պարլամենտն է։ Մեր օպոզիցիան էլ է պատասխան տալի այսօրվա վիճակի համար։ Իրենք դա շատ քաջ հասկանում են։ Ու այսօր մեր պարլամենտը մի խայտարակ վիճակ է այնտեղ եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը այս 33 տարվա ընթացքում տենց էլ չկարողացավ ունենալ մի իշխանություն, որը կմտածի մի քիչ պետության մասին։ Եվ մենք չունեցանք մարդ, որը իր անձնականը կթողի այն կողմ եւ պետություն կկառուցի։ Չունեցանք այդպես ղեկավար։ Չկարողացանք միջև այսօր բերել նման մարդու երկրի ղեկավար դարձնելու համար։ Ցավոք սրտի պետք է ասեմ, քաղաքական դաշտում ակտիվ շփվելով մարդիկ գալիս են իմ մոտ անգրագետ, բուն իմաստով։ Ասում ինչ եք ուզում դառնաք, ասում վարչապետ։ Պարզ է, եթե այսօրվա ղեկավարները անգրագետ են, այս մարդիկ մտածում են, բա իրանք քիչ են կարող ղեկավարել։ Իրավիճակը շատ վատ է։ Եվ իրենք փորձելով պահել իշխանությունը իրենց ձեռը, խոսքը եւ օպոզիցիայի մասին։ Իրանք պետությունը տանում են կործանման։ Հավատացեք, ոչ մի երկրում չեն ընդունում այս Հայաստանի թե իշխող ուժին, թե պարլամենտական այդ օպոզիցիային։ Ոչ մի երկրում իրենց չեն համարում լեգիտիմ։ Դա վերաբերում է եւ Ռուսաստանին, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ Ֆրանսիային, եւ այլ, որտեղ իրանք շատ լավ տիրապետում են Հայաստանում տիրող իրավիճակ։ Եվ իրենց այդ լեգիտիմությունը։ Լեգիտիվ չեն ոչ մեկ։ Ոչ մեկ։ Եվ իրենք այսօր խոսում են, բայց իրենց ձեռը ասենք մամուլն է, մի մասը օպոզիցիայի ձեռն է։ Անունը չտանք, դուք ինձանից լավ գիտեք։ Մի մասը
իշխանության ձեռն է։ Ու ամեն ինչ անում են, որ դաշտում նոր մարդ չլինի։ Ոչ մեկի անունը չտպեն։ Որովհետև իրանք խնդիր ունեն, անverջ վերարտադրվեն։ Դա բոլորը այսօր գտնվող այդ պարլամենտում մտածում են ոնց վերարտադրվեն։ Բոլորը անխնդիր։ Կապ չունի որ ֆրակցիայից է։ Պարոն գեներալ, իր վերջին ելույթներից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում շուտով այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որ մեր երկիրը կախված չի լինելու ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն մեզ լավ ապագա է սպասում եւ ամենակարևորը ինքը հավատում է դրան։ Այդ մասին ինչպիսին է ձեր կարծիքը։ Բանից պարզվում է, որ մենք մեզ համարեինք անկախ, մենք պետք է փչացնեինք մեր հարաբերությունները, ասենք Ռուսաստանի հետ։ Եթե մենք Ռուսաստանի հետ ունենք վատ հարաբերություն, ապա նշանակում է, որ մենք անկախ ենք։ Պատկերացնում եք մոտեցումները, բայց այն որ ինքը գնում է Եվրոպա, կարիդորներում սելֆի անում, Թուրքին գալի ասում է արի գնանք, թեյ խմենք, ասում է գնա նստի հեսա կգամ։ Մենք անկախ ենք, բանից պարզվում է մենք անկախ ենք։ Հասկանում եք, անկախությունը դա ոչ թե վիճակ է, դա ոչ թե կարգավիճակ է, անկախությունը դա գաղափար է, որին պետք է գնաս, ձգտես։ Բոլոր երկրները այսօր ձգտում են այդ անկախությունը, բայց աշխարհում չկա մի երկիր, որը կարող է բարձրանա եւ ասի ես անկախ եմ։ Որ երկիր ուզում է լինի, դա վերաբերում է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ Ռուսաստանին, եւ Չինաստանին, բոլորը մեկը մեկից կախում ունեն։ Եթե մենք դրանք անկախ, մենք ուրեմն չենք լինելու որպես երկիր, այդքան բան իր հասկացողությամբ։ Նորից եմ կրկնում, անկախությունը դա գաղափար է, դա իրավիճակ չի։ Ու այդ ամենը խոսալուց մարդ պետք է հասկանա ինչ է խոսում, անգրագետ մարդուց ինչ ասես։ Անկախությունը երևի թե եթե մենք կարողանանք մեզ պաշտպանենք, ուժեղ լինենք, ներքում լինի Հայաստանում արդարություն։ Եթե Հայաստանում ժողովուրդ ապրեն լավ, ես ուղղակի խոսքերով եմ ասում, երևի թե դա է անկախությունը։ Եթե դու կարողանում ես քո հարցերը լուծել, երևի դա է անկախությունը։ Բայց ոչ թե գնաս, ասենք, մի ժողովրդի հետ վիճվես, ու էլ դուրս գաս, ասես, տեսակ, մենք այսօր այնքան անկախ ենք, այնքան անկախ ես, որ կեպկով եկե նստել ես բանում, տրիբունայում մեզի խայտառակ ես արել։ Ճիշտ ասած, եթե որ մի աշխարհ միտեղ եթում է, ես որպես հայ ամաչում եմ, կներեք։ Ամաչում եմ։ Ստե մի հատ ռուս նկար բերեց, ասեց այս նկարի վրա տրիբունան նկարել էր, ինքը գնացել էր, բան, հեռախոսով նկարել էր տրիբունան, նստած այդ հրավիրվածներին, այդ 80-միակի ժամանակ։ Ասեց մեջից ո՞րն է ձեր ղեկավարը։ Նայեցի ասի, նայեցի կարծինի его нет։ Ամաչեցի ցույց տամ։ Ես հասկանում եմ, պարոն գեներալ, հասկանում եմ եւ ձեր վրթովմունքը եւ այն, որ դուք շատերից նման հայտնվել եք նման իրավիճակում։ Տեսեք, վերջերս Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Երևանյան երկխոսություն, միջազգային համաժողով։ Իշխանական մամուլը փորձեց այնպես ծաղկացնել, այնպես գովաբանել, որ դա իսկապես Փաշինյանի բենեֆիսն էր եւ այստեղ ի հայտ եկավ վարչապետը իր բոլոր այսպես բնորոշ իրեն վառ անհատական գծերով։ Բայց վերլուծաբանների շատերը պայթեցրին Փաշինյանի այդ փուչիկը եւս նշելով, որ նման համաժողովում Փաշինյանը այդպես էլ ոչ մի բառ չասեց Բաքվում պահվող մեր ռազմագերիների մասին։ Իսկ այդ շինծու դատավարությունը մենք գիտենք, թե ինչպես է ընթանում։ Այս մասին ինչ ասեք։ Գիտեք, երբ որ մարդը իր նման մարդիկ ֆրֆռում են աշխարհով մեկ եւ կարիդորներում սելֆի են անում, հասկանում են, որ իրենց այնտեղ տրիբունա չեն տալի խոսելու, դրա համար իրենք Երևանում այսպես մի հատ տրիբունա են սարքել եւ այդ տրիբունայից ելույթ են ունենում։ Իրենց պետք է խոսալ, ինքը պետք է խոսա, իրանք պետք է խոսան, ուղղակի խոսան, կապ չունի ինչի մասին, հա։
պետք է բամբասեն, պետք է մեկին մեղադրեն, դրա համար տրիբունա է պետք։ Ես մի հատ ընկեր ունեի, ասում էր պրոպագանդայով էր զբաղվում։ Ասում էր մենք աշխարհով մենք տարածենք, որ իր քուրը փչացած է։ Ինքն էլ թոսաղ աշխարհին բացատրի, որ ինքը քուր չունի։ Այդ ոչն է, հասկանում եք։ Այդ ոչն է։ Սուտասան, անգրագետ, գիտեք, միշտ մեր պապերն ասում են, եթե սուտասանն ու անգրագետը մի մարդու մեջ է, այդ մարդը ահավոր մարդ է։ Նույն այդ միջոցառման մասնակիցները, այդ եվրոպացիները, չգիտեմ, Երևանյան այդ անունը չեմ էլ հիշում ոնց է, ում են հրավիրել եւ ով էր եկել, մի հատ էլ նայեք։ Որտեղ բանատեղ դնող չկա։ Բանատեղ դնող չկա։ Որտեղ մենք մեզ վարկաբեկել ենք աշխարհով մեկ։ Պարոն Կարապետյան, երբ վերջերս Ալիևը հերթական իր լկտի հայտարարությունը արեց եւ ասաց, որ այս կետերը պետք է անպայման Հայաստանը կատարածվի եւ նշեց, որ առաջնահերթներից մեկն էլ պետք է լինի Մինսկի խմբի լուծարումը, Փաշինյանը անմիջապես պատասխանեց. այո, մենք պատրաստ ենք, բայց երբ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, այդ ստորագրությունից հետո անմիջապես կարող եք ստորագրել եւ Մինսկի խմբի լուծման մասին փաստաթուղթը։ Այս մասին ինչ կասեք։ Ալիևը ունի մի նպատակ։ Դա իրավաբանորեն ամրապնդել, որ Արցախը իրենն է։ Մինչև այսօր չկա ոչ մի իրավաբանական, այսպես հիմք, որ ինքը այդպես ասի։ Այն Ալմատայի պայմանագիրը, որ նույնիսկ դրա մասին ասում են, որ միմյանց ճանաչել են տարածքային ամբողջականությունը, սովետական միությունը փլուզումից հետո, բայց Ադրբեջանի կազմում, անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել։ Պարզ է, որ այդ փաստաթուղթը հիմք չի կարա լինի, որ Ալիևը բավարարված լինի։ Իրեն պետք է նոր փաստաթուղթ, նոր մեր այսօրվա իշխանությունների կողմից ստորագրված, որ լինի իրավաբանորեն հիմք, որ աշխարհին ներկայացնի, տեսեք հայերը ճանաչեցին, որ սա իմ տարածքն է։ Ես էլ ագրեսոր չեմ։ Իրականում ես ազատել եմ իմ տարածքները։ Իսկ Բաքվում վերադառնալով այդ հարցին, Բաքվում պահվող մարդիկ իրականում դառնում են ավտոմատ, ոնց են ասում, սեպարատիստներ։ Հասկանում եք, ոչ թե իրենք պայքարել են անկախության համար կամ որ միանան Հայաստանին, այլ իրենք ավտոմատ դառնում են սեպարատիստներ։ Ու Ադրբեջանը իրավունք է ստանում լրացուցիչ իրենց դատելու եւ դա հիմնավորելու աշխարհին, որ ինքը ճիշտ է։ Դա է Ալիևի նպատակը։ Խաղաղությունը իրենց նպատակը չի։ Խաղաղությունը իրենց նպատակը չի։ Իրենք այդ Արցախի հարցը փակելուց հետո իրենք իրենց բերանով են ասում, անցնելու են Զանգեզուրի հարցում։ Սյունիքի հարց են լուծելու։ Հասել են նրան, որ ասում են ադրբեջանցիները Հայաստանում պետք է ավտոնոմիա ունենան։ Պատկերացնում եք։ Արդեն դրան են հասել։ Եվ մեր բոլոր այսօրվա այսպես դարերով շարունակ ստացված հաջողությունները, այսպես կասել, չնայած այս վերջի տարիներին այդպես չի, ոնց որ թե հակառակ process-ն է դեռ գնում, մենք ամբողջ կարանք կորցնենք։ Սկսած Էջմիածնից, սկսած Երևանից եւ Սյունիքը դա երկրորդ էտապն է։ Իրենց համար դա երկրորդ էտապն է։ Կա եւ երրորդ, ու ես սա օթից չեմ ասում, տեղեկություն եմ ասում, թող իրանք լսեն, ես երբեք օթից չեմ խոսացել։ Իրանք ունեն երկրորդ էտապ եւ ունեն երրորդ էտապ։ Երրորդ էտապը ավարտում է, որ այդ տարածաշրջանում Հայաստանը պետք է դադարի իր գոյությունը։ Այդքան բան։
Բնական է, որ մեր ունկնդրին հետաքրքրող հարցերից մեկն էլ այսօր մեր բանակում տիրող իրավիճակն է։ Տեսեք, վերջերս էլ ազգային ժողովում փորձեցին օրենք ընդունել բանակում ծառայելու համար ինչքան է պետք մուծել, որ չծառայե, սակագնային այսպիսի կարգավիճակ են փորձում ստեղծել։ Ինչ գումարով 1 ամիս, 4 ամիս, 5 ամիս ծառայելուց հետո քանի միլիոն դրամ կարող ես վճարել եւ ընդհանրապես չծառայել։ Սա ինչ է, բանակը քանդնելու հերթական նոր տարբերակն է։ Մարդիկ կներեք վերընկած են պարլամենտներում, համապատասխան հանձնաժողովներում 7 տարվա մեջ բանակին վերաբերվող ոչ մի օրենք չեն ընդունել իրենց նախաձեռնությամբ։ Երբ որ մի օրենք էլ փորձում են նկարել, ժուլիկին համապատասխան օրենք են նկարում, իրենց մակարդակին համապատասխան օրենք։ Իրենք չգիտեն ինչ անեն։ Դες եմ ասում, մենք պետք է իշխանության ձևը փոխենք, մենք պետք է լինենք նախագահական երկիր։ Մեր ժողովուրդը պետք է ուղիղ ընտրի նախագահ։ Այդ դեպքում մենք կունենանք ուժ, կունենանք կամք եւ կունենանք հավատ։ Հակառակ դեպքում լինելու է այսպես, մի հատ շուկայի բազարը ավելի հետաքրքիր է, որտեղ այնտեղ արդյունք են ստանում։ Մարդը գնում է բազար անում, տուն ինչ որ բան է բերում։ Սա շուկայի բազար էլ չի։ Հասկանում եք, անմակարդակ կազմակերպություն, ինչի համար ենք այդ կազմակերպությունը, այդ կառույցը կերակրում չեմ հասկանում։ Մեշոկով փող են ծախսում այդ կառույցների վրա։ Մեշոկով փող։ Ինչ են անում։ Ինչ անում կառավարությունը։ Ինչ վերաբերվում է իրեն, ահավոր վիճակը։ Ամեն օրգան զբաղված է ընչով ուզի։ Ոչ մեկի դեմ ոչ մի թուղթ ու գիր չկա։ Ոչ մեկի դեմ։ Ինչ գործ ունի պաշտպանության նախարարությունը, ասենք մեր տուն մարդ ուղարկի։ Ով են արա։ Բայց չեն մտածում իրենց ապագայի մասին, օրենք այդ աթոռին վեճնի նստած չեն։ Երբևիցե ոչ մեկին չեն վիրավորել ի տարբերություն գործող իշխանությունը, որտեղ բան է դարել, չէ, ոչ մի բան չեն անում, հմինես պյանը, որ ժողովուրդը իրանց մասին խոսա։ Պատկերացնում եք, երկրի ղեկավարը վիրավորում է իր քաղաքացուն։ Որ երկրում դա կա, ցույց տվեք, խնդրեմ։ Ցույց տվեք։ Բավականին շատ երկրներում եղել են։ Որ երկրի, պատկերացնում եք, Մակրոնը իր քաղաքացուն Facebook-ով վիրավորի։ Եվրոպային, ասում են Եվրոպային կետում։ Լավ է, Եվրոպա մետերի մեջ Հայաստանում մի նորմալ մարդ չկա, իրան առաջարկեն երկրի ղեկավար։ Էս ի՞նչ է կատարվում։ Վիրավորանք երկրի ղեկավարի կողմից, որտեվ թույլ է, վախկոտ է։ Սեփական քաղաքացու հանդեպ, հասարակ քաղաքացու հանդեպ։ Պատկերացնում եք։ Դա քո քաղաքացին է, դու իրան պաշտպանես, դու ես վիրավորում։ Դա քո քաղաքացին է, դու չթողես իր գլխից մաս պակասի։ Բայց դու իրան հետապնդում ես։ Ինչա գաղափարները քոնը չի։ Բոլոր նախարարություններից հանել են բոլոր մարդկանց, ով որ ժամանակին կարող ասենք ինձ կամ ինչ որ մի հատ ուրիշ քաղաքական գործ չի, ուղղակի ձեռքով բարևա տվել։ Միջև այսօր չի ասում։ Բայց իր բարեկամներից մեկը, որի ազգանունը այդ թվում Փաշինյանն էր։ Ծառայում էր իմ մոտ, չգիտեմ, այն թերթի համար ինչ որ կռիվ եղավ։ Ինչ որ խումբ էր եկել, որ այդ զինվորին ծեծեր։ Հատուկ նշանակության խումբը ուղարկեցի, դրանց բոլորի ականջները քաշեցին։ Ինչ որ կանչին ասին, բա դու չգիտես դրա ազգանունը Փաշինյանն է, չես թողում, այն վաղտին քո օպոզիցիա էր։ Ասես չգիտեմ իր ազգանունը ինչ է, ինքը իմ զինվորն է։
Հասկանում եք։ Իմ մոտ ծառայել են Փաշինյան իր բարեկամներ, ջոկատի հրամանատարի տեղակալներ են եղել։ Ոչ մեկ մազին չի կպել։ Նույնիսկ 2008 թվականին մարտի 1-ին են եղել իմ մոտ նման ծառայողներ։ Իր բարեկամները ոչ մեկ մազին չի կպել։ Հենց մտա քաղաքականության մեջ, սաղ իմ բարեկամներին գործից հանելա։ Էդ է մեր երկիրը։ Քրեական գործերը հարուցված մարդկանց վրա անհիմն են 75 տարեկան մարդը այդ Բազեյանը, պարոն Բազեյանը, մրեն գործ են նկարել, նկարած գործեր, ինչ երկիր ենք սարքի, մեր երկիրը պետք է լինի նախագահական, մենք պետք է ունենանք ուժեղ նախագահ, որ իր անձնականը վերջապես ենկոմ թողնի, պետք է լինի մարդ, որը որ զինվորական անցյալ ունի, ես հպարտ եմ, որ մեր ակադեմիան ավարտել է, որը որ ես եմ ավարտել, ավարտել է Պինաչետը, հպարտ եմ, ու նմանատիպ հայտնի դեպքեր, Մարշալ Բաղրամյանը, այսօր մենք ստացել ենք մի կերպար, երկրի ղեկավարների կերպար, որոնց անցյալները մեծ հարցականի տակ է։ Մեկի մայրը նախկինում դատվածություն ունի մարմնավաճառության համար։ Այսօր երկիր է մեզնից ղեկավարում։ Չեմ ուզում անունը տամ։ Չգիտեմ, սա ինչ է, ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Եվ ինչ ենք անում։ Այսօր պարլամենտում մարդ կա, որի ածական անունը փողոցում քույրիկ է եղել, էլի անունը չեմ տա։ Իսկ որ ծառայել է համապատասխան ծառայությունում, ածական անունը եղել ջեպկիր։ Այսօր ինքը ազգից է խոսում, ինչի է ջեպկիր եղել գիտեք, որտեվ Երևան քաղաքի բուտկեքից նալոգ էր հավաքում։ Ու ժողովուրդը իր ածական անունը դրել է միջին եւ փոքր բիզնեսմենները, ածական անունը դրել էին ջեպկիր։ Այսօր երկից է խոսում։ Շատ բարդ է գցել դիրքերից, երբ որ վերաբերվում է 100 հոգուց ավել մարդու, ասենք պարլամենտին, չէ՞, պետք է հրաժարական տան։ Որ իշխանություն փոխվի։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, իշխանությունը չի փոխվում։ Մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Չի փոխվում։ Իշխանությունը փոխվում է, երբ որ այդ ամբողջը տանենք դեն շպրտենք։ Այդ ժամանակ իշխանությունը փոխվելու, պարոն Ղուշյան։ Ու գանք նախագահական կառավարման համակարգի։ Մենք դրան հասնելու ենք, դրա համար կոչ եմ անում, բոլորը միանան մեզ։ Մեր նպատակը ունենալ ուժեղ, թասիբով եւ մեծ ապագա ունեցող ազգ եւ պետություն։ Եվ այդ պետության մեջ բոլորը պետքա լինեն։ Եթե ոչ շատ լավ, ապա նորմալ ապրելակերպ պետքա ունենան։ Եվ ամենակարևորը, պետության մեջ պետքա լինի արդարություն։ Եթե կա օրենք, բայց երբ որ այդ օրենքը չի կիրառվում արդար, ապա այդ օրենքը չի կարա համարվի օրենք։ Եղավ պարոն գեներալ, շնորհակալ եմ այսօրվա հերթական զրույցի համար։ Մենք իհարկե միշտ պահելու ենք կապը ձեզ հետ եւ կուտակված հարցերի դեպքում հաջողով հերթական միացումն ենք կազմակերպելու Մոսկվայի հետ։ Այսօր սիրելի բարեկամներ, ուզում եմ հիշեցնել, որ մեր զրուցակիցը համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանն էր, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարարը։